Հենց այսօր չափահաս է դառնում զորականցի երիտասարդը, ում խմբակային ծեծի տեսանյութը համացանցում մեծ աղմուկ ու զայրույթ է բարձրացրել։ Ընտանիքը ծննդյան օրը նշելու փոխարեն քննարկում է այս երևույթը, որ իրենց համար ամոթալի են համարում եւ պահանջում տեսանյութը հեռացնել համացանցից։ Այսօր հայր ու որդի զորականի գյուղապետարանում էին անհանգստացած։ Ես ոչ մի բան դեռ լավ չեմ ձեռնարկել ու աչքս ծնունդն էլ չկալի։ Առաջին հերթին էս հարցն է, որ խեն հրապարակել իմ երեխանիմը։ Ես ուզում եմ այսօր այս հարցը լուծում տամ, որ ես հանգիստ գնամ իմ երեխու քշտի նստեմ, իմ երեխին մի քիչ ժամը ուրախացնեմ գոնե։ 2 ամիս առաջ տեղի ունեցած դեպքի տեսանյութում 5 հասակակից ոտքերով ու ձեռքերով հարվածում են գլուխը պահած ու ցավից բղավող տղային։ Խոսքերից պարզ է, որ նրան մեղադրում են դպրոցի պահակին ինչ-որ տեղեկություն հայտնելու մեջ։ Տուժողը հերքում է, բայց հարվածները շարունակվում են։ Քոլեջի պահակը։ Ինչ գիտե որ ես քո հետ հարց ունի, մարավոր հերեկ ինձ կանչեմ ասեմ։ Պահակը Չապերաթաբեկյանը, ինձ էլա կանչել։ Գիտեմ ես կանոն տվել չէ։ Ուրի մանը տվել չէր արել, կանչ չէր արա։ Լատկո։ Տեսանյութը տուժողի հորը հասել է դեպքից 1 ամիս անց, ինչից հետո էլ նա այն իրավապահներին է հանձնել։ Մեր գյուղապետի մոտ, որ ես հարցին տնող ինչ կարանք լուծում տանք, որ համացանցում չտանացվի, դա ինձ համայել ամոթ, մեր գյուղի համայել ամոթ իմ երեխու մարել։ Քննչական կոմիտեից հայտնում են 5 պատանիներից մեկին կալանավորել են 1 ամսով, 3-ին 20 օրով, մեկին տնային կալանք են տվել, 2 օրից բոլորն էլ ազատության մեջ կլինեն։ Դատարանը նրանց կալանքը երկարացնելու քննիչների միջնորդությունը մերժել է եւ միայն մեկի նկատմամբ վարչական հսկողություն սահմանել, մյուս 4-ի համար որևէ խափանման միջոց չկա։ Մինչդեռ եւ հայրը եւ զորականի վարչական ղեկավար Սուրեն Մարտիրոսյանը վստահ են, գործը դատարան կհասնի, մեղավորները կպատժվեն։ Այս երեխեքը դպրոցից դուրս արել, դապերից հետո ու մենակ մեր երեխեք չեն, ինչ որ կոթուց նոյեմբերամից առ երեխեք էլ կան։ Այդ երեխեքից ինչ որ անգել են ասել, այդ երեխենք ֆուր արել ես, արել են արել։ Ու գնացել են նոյեմբերյան այդ դեպքը եղել քոլեջի քայինք եղել։ Այդ գործը արդեն իրավապահների մոտ ընթացք տված է, պատժված են, պատժվում են, պատժվելու են։ Երիտասարդն առաջիկա ամիսներին բանակ կզորակոչվի, նաև այդ պատճառով է նեղվել համացանցի աղմուկից, նրան դատաբժշկական փորձաքննության են ենթարկել դեպքից 1 ամիս անց, ու մարմնին վնասվածքներ չեն հայտնաբերել, ասում է հայրը։ Անկախ նրանից ով ուզմալի է դեպքը, որ վիդեոն էլ տնում ես, զբոսնողի համար ցնցող է, բայց մենք գյուղացի մարդիկ ենք, մենք իրար հասկացող մարդիկ ենք, ես ինձ ասեմ։ Բաժանել եմ ասել, քննչականում եմ ասել, վաղ մյուս օրը երեխեք են, մենք ենք ջահելել, մենք ենք իր այդ վիճել կռվել, հետո սա հաշտվել է գնացել, վաղ մյուս օրը իր այդ բանակ են գնամ։ Իրանք թայցուշ երեխեք են, պետք է նրանց հանենք, որ իրար եսի բարձ ճակատով նայեն, ես ընդհանրեն հետ կասեմ։ Ծեծին մասնակից տղաներից մեկը Արդիկ քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Ռուբեն Գասպարյանի որդին է։ Երեկվանից համացանցում դեպքը դատապարտող տարբեր հայտարարություններ են, մեղադրանքներ են հնչում պետական պատասխանատու կառույցների հասցեին։ Մարդու իրավունքների պաշտպանն իր հայտարարության մեջ ընդգծել է, որ կրթական հաստատություններում բռնության հայտնաբերման, կանխարգելման եւ պատշաճ արձագանքման արդյունավետ մեխանիզմների բացակայությունը նպաստում է նման անընդունելի միջադեպերի առաջացմանը։ Տավուշի մարզում բարձր դասարանի աշակերտների կողմից անչափահասի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքը մատնանշում է այն բոլոր խնդիրները, որ առկա են մեր հասարակական միջավայրում։ Բռնության նկատմամբ վերաբերմունքի, դրա կանխարգելման, դեպքերի արձագանքման եւ երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում։ Նման դեպքերը ոչ միայն դատապարտելի են ու անթույլատրելի, այլ վկայում են հարցին առնչվող խորքային խնդիրների առկայության մասին։ Պետությունն ունի պարտավորություն ապահովելու անչափահասների անվտանգությունը դպրոցում, ուսումնական այլ հաստատություններում եւ դրանցից դուրս։ Գլխավոր դատախազությունը միայն այսօր է որոշել վերաքննիչ բողոք ներկայացնել զորականցի երիտասարդին ծեծի ենթարկածներին չկալանավորելու դատարանի որոշման դեմ։ Դատախազությունից հայտնում են, թե խափանման միջոցների փոփոխությունների վերաբերյալ դատական ակտերն այսօր են ստացվել։ Արդյոք հանրային աղմուկը կազդի դատարանի որոշման վրա, թե ոչ, պարզ կլինի առաջիկա օրերին։